Առաջացել է Ամերիկայում 1960-ական թվականներին, երբ որ հանցավոր խմբավորումները փորձել են իրենց տարածքները պատերին գրելով նշեն, այսինքն որ մյուս հանցավոր խմբավորումը իմանա, որ այս տարածքը պատկանում է այսինչ մարդկանց։ Այդ եղել է սկիզբը street art-ի ու հետո մարդիկ են եղել նրանց մեջ, որ փորձել են ավելի դրան ինչ-որ էֆեկտներ տալ տառերին ու հիմնականում street art ասելով առաջին հայացքից հասկանում ենք հենց տառային լուծումներ, արտահայտումը ինչ-որ մի ասելիք, ինչ-որ մի message, որ մարդիկ նայելով դրան ինչ-որ մի բան հասկանում են։ Տվյալ դեպքում հենց սկզբնական շրջանում մարդիկ դրանով փորձել են արտահայտեն, որ դա իրենց տարածքն է։ Հիմա մեր օրերում մենք տեսնում ենք, որ street art-ով շատ բան կարող է արտահայտել, թե մարդկային ինչ-որ կերպարներ, թե ինչ-որ գրվածքներ, թե ինչ-որ գրվածքների ոճեր։ Ես ինքս արտահայտում եմ հիմնականում ինչ-որ դրական ու սոցիալական բաներ, կա նաև այլ տարբերակ, բողոք, բայց ճիշտն ասած բողոքի կողմնակից չեմ։ Իրականում վանդալիզմ համարվել է հենց այն պատճառով, միակ կարելի ասել պատճառով, որ նկարվել է street art-ը երբեմն այնպիսի վայրերում, այնպիսի ճարտարապետական արժեքների վրա, որոնց վրա որ իրոք չարժեր էլի անել։ Օրինակ իմ մոտ էլ է եղել, որ նկարել եմ ինչ-որ մի պատի վրա, բայց հետո զգացել եմ, որ կարիք կար չանել այդ վայրում։